15 տարեկանից ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, մեր հայրենիքին։ Մոնթեյ ռազմական վարժանից սկսել է ծառայությունը, 15 տարեկան 1 ամսական է եղել, որ սկսել է ծառայությունը։ Հասել է մինչև փոխգնդապետի։ Ծառայության 13 տարին առաջնային զորամասերում է ծառայել, 8 տարի քարվաճառում, 8.5 տարի քարվաճառում, 2 տարի Ջաբրայել ջրականում, 10.5, 11 տարի ուրեմն առաջնային զորամասերում։ Այսինքն իրան միշտ ասում ենք 2 տարի, 3 տարի ասենք առաջնային զորամասում ծառայելու ժամկետը, այտենց հատուկ ժամկետ չկա, ուղղակի ասենք սպայական կազմի մեջ կամ նախարարությունում ընդունված էր, որ բոլոր սպաները պետք է 1-2 տարի սահմանում ծառայեն։ Սամվելը 10 տարի, 11 տարի սահմանում ծառայեց։ Ասում է տղաջան, արի ծառայի գլխավոր շտաբում եւ այլն, պաշտպանության նախարարությունում ասում էր չէ, պապ, ես պետք է ծառայեմ ամենահեռավոր Արցախի, ամենահեռավոր, ամենածանր, փնթի բառնել էր օգտագործում, ամենափնթի զորամասերում, որ ձգեմ, կարգի բերեմ այդ զորամասերը եւ այլն։ Իմ ղեկավարած Գումարտակ հրամանատար էր։ Ու տենց էլ իրան կյանք ավարտեց սահմանամերձ զորամասում, ռիսկը անչափ էր, մահն արհամարած էր։ Միակ հրամանատարն եղել բանակում, պատերազմի դաշտում։ Բոլոր զոհվածներին ես անխտիր հարգանքի արժանի եմ համարում եռաբլուրում էլ եւ Հայաստանի բոլոր եռաբլուրներում էլ փոքր շրջանների, բայց Սամվելը միակն է եղել, ով իրան բռնաժիլետը հանել է 2 մետրանոց իր հասակը թողել անպաշտպան, տվել իրան զինվորին, հագցրել զինվորին, բանը սաղավարտը դրել զինվորի գլխին, տեսել որ զինվորը վախից իրանը շպրտել է փախնում։ Հումորով տղա էր, պատվի առել զինվորին ասել, զինվոր հրամայում եմ չզոհվել, սա զորքի առաջ։ Զինվորը դուխ է առել, այդ դուխ բառը ռուսերեն է, բայց ոչ մեր բարեկամ ժողովուրդն է։ Ու բան արել։ Զինվորն ասել, լսում եմ չզոհվել, պարոն փոխգնդապետ։ Հիմա ես այդ զինվորին փնտրում եմ աղջիկս, ուզում եմ որ ասենք ինքը գա պատմի այդ պատմությունը, ինձ իրան ընկերներն են պատմում։ Մտածում որ երես զինվորը վախենում է, մտածում է ես կարող իրան մեղադրեմ, ասեմ այդ տղա, եթե դու քո բռնաժետը չէիր շպրտել, քո հրամանատարը իրանը չէր հանի քեզ հագցել, ինքը մնա անպաշտպան։ Ահա։ Բայց ես տես բան կյանքում չեմ ասի, որ մի պատճառով, եթե իմ տղան զինվոր լիներ, ես կասեի, բայց քանի որ Սամվելը հրամանատարն է եղել եւ այդ զինվորի կյանքը ճակատագիր իմ տղայի ձեռքերում է եղել, ինքն է որոշել, որ զինվորը պետք է ապրի, եթե ապրում է իհարկե զինվորը։ Ինքը պետք է կասկածի տակ իր կյանքը թողի։ Այն ժամանակ որ ասում էի տղաջան, պայթյունները եթե մոտիկ լինեն պատերազմի դաշտում կպարկես, սենց պատասխան էր տալի ինձ, ասում էր պապ, ես պարկեմ, որ ասում էր պապ, ես պարկեմ, ես հասկանում եմ որ ինքը բացառում է պարկել։ Ասում էր պապ, դու գիտես զինվորները ինչ ամենավերջի հայհոյանքներն են տալի վախկոտ հրամանատարներին։ Ասում եմ մոտորապես պատկերացնում եմ, դուք ուզես ասում էր մեր մասին տենց հայհոյանքներ լսես զինվորների։ Ասում եմ չէ, ասում էր պապ, ուրեմն պարկելը բացառում, ասում եմ ոնց տղաջան, դու պողպատից ես, բա գնդակների տակ դու չես պարկել, ասում էր պապ բացառվում է։ Մեր բանակը չի պարտվել, պարտվել է մեր պետությունը։ Ես օրինակ այդ ստորագրությունը չեմ ընդունում, որ դա մեր բանակի պարտությունն է։ Ես ընդունում որ դա ռազմաքաղաքական ղեկավարության ոգու պարտությունն էր, որը արտահայտվեց թղթի վրա։ Վատում եք թշնամու հետ բարեկամության։ Բացարձակապես ոչ, որովհետև ուժեղը թույլի հետ հավասարազոր պայմանագիր խաղաղության չի կնքի։ Երկրորդը թուրքը 1064 թվականից Հայաստանի այս տարածաշրջանում է գտնվում թուրքական առաջին զորքը, որ մտել է գրավել հաստատվել։ Բանը թուրքը համար 1 թշնամին համարում է հային, համար 2-ը հույնին, համար 3-ը ռուսին։ Հային ու հույնին նրա համար է համարում, որտեղ թուրքական պետությունը կազմավորվել է հայ-հունական պատմական հողերի վրա։ Մեզ թշնամի համարում, մեզ ուզում է վերացնի ընդհանրապես որպես ազգ, որ մենք չկարողանանք հետագա։ Այսօր է մեր բարեհաճ մեր ղեկավարությունը Թուրքիայի Ադրբեջանի հանդեպ։ Վաղը չէ մյուս օրը կամ վաղը կամ 15 տարի հետո կամ 5 տարի հետո կամ մի տարի հետո, չգիտեմ երբ, մեր պետությունը կարող է ղեկավարվի այլ մարդկանց կողմից եւ այլ տրամաբանությամբ ու այլ ռազմաքաղաքական ուղղվածությամբ։ Թուրքերը այդքան հասկանում են։ Դրա համար ուզում են քանի կա այս պահերը իրանք անենց ստեղծագործեն, որ վերջնական դառնա, բայց վերջնական հնարավոր չի, ինչքան ուզում է իրանք ձգտեն։ Հա ձեր հարցի մի մասը երևի չպատասխանեցի, ինչ հարց եք տվել։ Հա, հնարավոր չէ, հնարավոր չի։ Որտեղ նրանց համար լավագույն հայը դա մեռած հայն է։ Մեռած հայը։ Մեռեք, ասում ենք ձեզ սիրենք։ Ռադեղեք ստեղից մենք ձեզ ընդունենք։ Այսօր Ղարաբաղում խաղաղություն է, ճիշտ է, խաղաղ։ Ղարաբաղում հանգիստ խաղաղ երկիր է։ Հայ չկա։ Էս փսի խաղաղության ենք ձգտում մենք։
Թուրքը չի ուզում այդ խաղաղությունը։ Զուգահեռ խաղաղության նախաստորագրումը գնացել, բայց նրանք հապահանջներ են ներկայացնում, ներկայացնում են։ Հայաստանում ընդամենը 160,000 թուրք է եղել։ Ես գերազանց գիտեմ նաև սովետական ժամանակի թուրքական բանը, ինչ է այդ պատմությունը, որ ընդամենը մենք մեր մոտ ունեցան 160,000 հայ, բայց իրանք ձևակերպել են 300,000, որ այստեղից հայ թուրքա փախել, ու մեկ էլ այդ 300,000-ին էլ կգումարեն մոտ մի 700,000 սերունդ 30 տարում։ Կսարքեն 1 միլիոն մարդ կբերեն կբնակեցնեն այստեղ, կսկսեն բաներ խժդժություններ սարքել, հայ կանանց աղջիկներին ասենք, հայ տղամարդկանց այդ կռիվներ եւ այլն, նեղացածություն բան ու դրա հիման վրա ոստիկանական զորքեր կմտցնեն մեր երկիր, կասեն դե եկել ենք պաշտպանենք մեր ազգակիցներին այստեղ։ Ու խաղաղ ձևով, դեմոգրաֆիական ձևով, շատ հանգիստ մեզ Հայաստանը կվերացնի։ Մի 10-15 տարում մենք կլինենք ընդամենը այստեղ 15-20% փոքրամասնություն ունենալ հյուրանոցային ռեստորանային համալիրներում ծառայելու համար։ Ես տենց եմ մտածում, բայց դրա ելքը կա, հենց այսօր էլ կա։ Ձիգ մի հատ ուժեղ ռազմաքաղաքական ղեկավար, չգիտեմ, եթե մեր այսօր ղեկավարը ինքը իրան համարում է ռազմաքաղաքական ձիգ հայրենասեր ղեկավար, թող ինքը անի դա։ Եթե չի կարում, թող զիջի մի ուրիշին, վերջ-վերջը իրան մեջ կա հայրենասիրության որեցե բան, թե լրիվ զրոյացած է, թե մինուսը է գնում, ես չգիտեմ, մեկ սենց հնարավոր չի շարունակել է։ Թուրքը մի ձեռով ստորագրում է ռազմաքաղաքական նախաստորագրումը, մի կողմից էլ պահանջները առաջ է քաշում։ Իսկ իրան պահանջները անսպառ են աղջիկս, եթե ցանկանա ցանկացած ոլորտի, ասի արևը ձեր վրա լավ չի ծագում։ Արևի ծագած շողերը դուք ավելի շատ եք օգտագործում, քան մենք։ Արաքսի ջուրը ձեր մոտ պղտորվում է, արաքսի ջրի մեջ դուք ինչ ասես, մարդկային երևակայությունը ինչի ասես ձգտում, թուրքը կարա այդ երևակայությունները մեր վրա տարածի, որպես նախապայմաններ մեր վրա ձևակերպ։ Մենք բոլորը պատրաստ ենք կատարելու։ Չէ, հնարավոր էլ չի կատարել։ Հա, հետո այս անգամ հայտարարել են կարծեմ, որ մենք իրավունք ունենք բանի ՄԱԿ-ի 51 հոդվածի հիման վրա 30 կիլոմետր խորանանք Թշնամի պետության տարածքում։ Այսինքն իրանք միտք ունեն, որ իրանք զորքերը կարա 30 կիլոմետր Հայաստան տարած։ Եթե նրանք Սյունիքի մարզով 30 կիլոմետր գան, միանգամից դուրս են գալի Նախիջևան։ Այնտեղ տարածքներ կա, որ 20 կիլոմետրից պակաս է, կամ հազիվ 20 կիլոմետր։ Սես մտքեր կան Ադրբեջանում։ Իսկ Ադրբեջանում ոչ մի միտք չի կարա հնչի առանց իրանց իսկական գերագույն գլխավոր հրամանատարի Ալիևի։